Երեկ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել ու եկեք հասկանանք, թե ոնց են պաշտոնական Երևանն ու Կրեմլը մեկնաբանում սա եւ կոնկրետ որ թեմաներն են շեշտադրում, որովհետեւ տարբերություն իրականում կա։ Հեռախոսազրույցի մասին հայտարարության մեջ հայկական կողմը շեշտը դնում է ռուսական տնտեսական սանկցիաների վրա եւ որ Փաշինյանը խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ, կարճ ասած Փաշինյանը խնդրել է Պուտինին վերացնել տնտեսական սանկցիաները։ Իսկ ռուսական կողմը սանկցիաների հարցը շատ մակերեսային է նշում, բայց շեշտադրում է ԵՄ-ին անդամակցելու հարցով Հայաստանում հանրաքվեի անցկացումը։ Հայկական կողմը ասում է, որ այդ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար պաշտոնական դիմում հղելուց հետո։ Իսկ ռուսական կողմը ասում է, որ Պուտինը ընդգծել է ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացումը։ Ու Պեսկովը հավելել է, որ հստակ ժամկետներ Փաշինյանը զրույցի ընթացքում չի նշել։ Հստակ երևում են տարբերությունները։ Նաև ասեմ, որ ռուսական կողմը նշում է, որ զրույցը տեղի ունեցել Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ու մի շատ կարևոր բան, որ իմ կարծիքով բավական նշանակության չի արժանացել, դա Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության այսօրվա այս հայտարարությունն է, որտեղ ասվում է. Բրյուսելը չպետք է ակնկալի, որ ԵԱՏՄ երկրները կհովանավորեն Երևանի մարաթոնյան լողը դեպի ԵՄ։ Իսկ թե ինչ է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ԵԱՏՄ երկրների անունից sense հայտարարություններ անում, կարծում եմ ակնհայտ է։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, բաժանորդագրվեք, լայքեք, մինչ